Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է Իրանի հետ բիզնես անող բոլոր երկրների նկատմամբ 25%-ի մաքսատուր սահմանելու մասին։ Սպիտակ տան կայքում սակայն չկան տեղեկություններ, թե ինչպես է Թրամփը իր կարգադրությունը իրագործել կամ իրագործելու։ Truth սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփի հայտարարությունը հետևում է Իրանում ծայր առած բողոքի մասշտաբային ցույցերին, հարյուրավոր զոհերի մասին տեղեկություններին։ Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել էր գործողություններ ձեռնարկել, մինչ Հայաստանի կառավարությունը դեռ չի արձագանքել այս հեռանկարին, տնտեսագետները պաշտոնյաներին խորհուրդ են տալիս անհապաղ գործի անցնել, բացատրելու ամերիկյան կողմին, որ Իրանի հետ, այդ թվում առևտրային հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն։ Հայկական կողմը կարող է փորձել բանակցել Հայաստանի կենսական շահերը ներկայացնելու համար, հակառակ դեպքում իրոք Հայաստանը բավականին լուրջ խնդրի առջև է կանգնելու։ Իրանը Հայաստանի 4-րդ ամենամեծ առևտրային գործընկերն է։ Այս պահին հայտնի են 2024-ի պաշտոնական թվերը։ Հարևան երկրի հետ առևտուրը շուրջ $740 միլիոն է հասել։ Նույն տարում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը մոտ 411 միլիոնի առևտուր են ունեցել, ընդ որում արտահանումը մոտ 60 միլիոն է կազմել։ Իսկ Իրանից ավելի մեծ է եղել ներկրումը, քան արտահանումը, մոտ 6 անգամ։ Ներկրումը $630 միլիոն է հասել, արտահանումը 108 միլիոնի։ Ներմուծվող ապրանքների մեջ առյուծի բաժինը երկաթին, գազին ու նավթամթերքին է բաժին ընկնում։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է, տարիներ շարունակ Հայաստանը կարողացել է պատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ համագործակցության անհրաժեշտությունը բացատրել արևմուտքի գործընկերներին և խուսափել հետևանքներից։ Հայկական կողմը, ըստ տնտեսագետի, պետք է փորձի առաջին փուլում գոնե հետաձգել 25% ամերիկյան մաքսատուրքի կիրառումը, հետագայում ջանքեր գործադրի այն վերացնելու համար։ Միացյալ Նահանգների նախագահը էլի է արել նման հայտարարություններ, հետո մեղմացրել կամ չեղարկել, հիշեցնում է։ Արադ Միրզոյանը, որը ներկայումս գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, պետք է առիթը բաց չթողնի, խոսի Մարկո Ռուբիոյի հետ։ Մենք պետք է բացատրենք մեր բոլոր գործընկերներին, որ մենք այլընտրանք չունենք։ Մենք ապրում ենք այս տարածաշրջանում, որտեղ երկու սահմաններն փակ են։ Հայկական կողմը նաև կարող է թվերով բացատրել, որ 1-5 հարաբերակցությամբ մենք ենք ներկրում, մեր դոլարն է գալիս ձեզ մոտ, քան մենք ենք վաճառում ձեզ մոտ, ձեր շուկայում։ Այսինքն այս առումով է հայկական կողմը կարծում ունի տնտեսական որոշակի հիմնավորումներ, ցույց տալով, որ Տրամփի քաղաքականությունը բարձրացնենք մաքսատուրքերը վերանայելու մեր առևտրային բալանսը, սալդոն, կարծում Հայաստանի դեպքում տեղին չէ։ Ներմուծման մեջ մեծ է իրանական գազի ծավալը։ 2010-ից Հայաստանն ու Իրանը իրականացնում են գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը։ Տնտեսագետն ասում է, եթե Իրանի հետ գործընկերությունը խաթարվի, դա ընդհուպ հոսանքի գնի թանկացման կարող է բերել։ Այս ծրագրի շնորհիվ մենք ունենք նաև տեղում հոսանքի լրացուցիչ արտադրություն, պետական Երևանջեք ընկերությունում, որը նպաստում է, որ էլեկտրաէներգիայի սակագները չբարձրանան։ Դրան գումարած մենք ունենք որոշակի միջազգային պարտավորություններ Իրանի առջև։ Այսինքն, եթե մենք խզենք այդ հարաբերությունները, մենք բավականին լուրջ դուժերի, տուգանքների եւ ամենակարևորը վարկանիշի կորուստ ենք ունենալու։ Նկատի ունենանք, որ նաև Իրանը տարածաշրջանում խոշոր էներգակիներով հարուստ երկիր է, Հայաստանի համար մշտապես դիտարկվել է որպես դիվերսիֆիկացման հնարավորություն, Ռուսաստանից կախվածության նվազեցում։ Հայ-իրանական հարաբերությունների վատթարացումը Սուրեն Պարսյանի ոչ միայն տնտեսական հետևանքներ կարող է ունենալ։ Որպեսզի TTIP-ի նկատմամբ իրանական, այսպես կողմը թշնամանք չցուցաբերի, նաև շատ կարևոր է, որ հայկական կողմը պահի իր հարաբերությունները Իրանի հետ։ Այսինքն սա նաև Իրան-Հայաստան լավ հարաբերությունների պահպանությունը կօգնի նաև ապագայում այդ ծրագրերի իրականացման համար կամ այդ ծրագրերը չխոչընդոտելու համար։ Իրանում ծայր առած բողոքի ցույցերին Երևանը չի արձագանքել։ Հենց այդ ակցիաների ընթացքում 5 օր առաջ Երևանում էր Իրանի փոխարտգործնախարարը։ Իրանցի պաշտոնյայի այցը հաջորդում էր Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդականի կոշտ հայտարարությանը, թե Կովկասի համար Թրամփի ծրագիրը գործնականում նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքը։ Արադ Միրզոյանը ըստ Երևանի այդ հանդիպմանը վստահեցրել էր, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների ինքնիշխանության տարածքային ամբողջականության շրջանակներում։ Հենց այդ հանդիպմանն էլ ըստ պաշտոնական հաղորդագրության վերահաստատվել է հայ-իրանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։